Բարև ձեզ, ես պրոֆեսոր Հովհաննեսյան Գուրգեն Անդրանիկովիչն եմ, աշխատում եմ որպես նյարդաբան ցիտոբժշկական կենտրոնում եւ այսօր ես ուզում եմ խոսեմ եւ տեղեկացնեմ ձեզ այդպիսի մեծ գլոբալ խնդրի վերաբերյալ, ինչպիսին է գլխացավը։ Գաղտնիք չի, որ յուրաքանչյուր հիվանդ բժշկի մոտ գալու ժամանակ ունի գանգատներ։ 95% հիվանդներ, որ գնում են բժշկի մոտ, գանգատվում են գլխացավերից։ Անկախ նրանից իրանց մոտ այդ գլխացավը կապված է նյարդային համակարգի հետ, թե կապված է ուրիշ հիվանդության հետ։ Օրինակ, ստամոքսի խոցը կարող է բերի գլխացավին։ Կխոսենք այսօր այն գլխացավերի մասին, որոնք կապված են նյարդային համակարգի հետ։ Որոնք են դրանք ավելի հաճախ հանդիպող, դրանք փաստորեն առաջի հերթին դա միգրենն է, հետո կա լարվածության գլխացավեր, որը այսօրվա դրությամբ շատացել է, ինչի, որտեվ կյանքը դարել է մի քիչ անկանոն ասեմ, լարված ասեմ, դրա պատճառով կան կլաստերային ցավեր, բայց դե ձեզ հարկավոր է իհարկե առաջի հերթին իմանալ, որն է միգրենը։ Միգրենը այն հիվանդությունն է, որը ախտահարում է մեծամասնությամբ ավելի իհարկե կանանց ախտահարում, բայց կան եւ տղամարդիկ, որոնք տարապում են միգրենյով։ Զուտ միգրենը որպես հիվանդություն իհարկե անդուր է, ինչի համար, որտեվ 2-3 օրով այդ մարդուն հանում է իր սովորական կյանքի ռիթմից։ Այդ մարդը ոչ կարողանում է նորմալ աշխատել, ոչ կարող է նորմալ շփվել մարդկանց հետ, ոչ նորմալ կարողանում է ուտել, այսինքն սոցիալական խնդիրները ավելի շատ են, չհաշված են, որ իհարկե նա տառապում է այդ մոմենտին գլխացավերի։ Բոլոր դեպքերում, եթե ունեք գլխացավ, հիվանդը պետք է դիմի բժշկին։ Ինչի համար, որովհետև կարող է պատահի գլխացավի տակ թաքնվում է ավելի լուրջ, ավելի վատ հիվանդություն, քան թե միգրենը։ Դրա համար բոլոր դեպքերում պետք չի զբաղվել ինքնաբուժությամբ, բոլոր դեպքերում պետք է դիմել բժշկի, բոլոր դեպքերում պետք է հետազոտվել, որ ստանալ ճիշտ ախտորոշում եւ համապատասխան նրան արդեն ճիշտ բուժում։ Եթե նույնիսկ թեթև հիվանդություն է, ապա պետք չի ականջի հետև ոնց որ ասում են գցել եւ սпасել մինչեւ նա բարթանա։ Հասկանում եք, սովորական գրիպը կարող է բերի վատ բաների եւ մահվան, ոնց որ մենք հիմա տեսնում ենք այս կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով, քանի մարդ է արդեն մահացել եւ շատերը մահացել են երևի թե նրա պատճառով, որ ժամանակին չեն դիմել բժշկի, ժամանակին չեն հետազոտվել։ Դրա համար ես ձեզ խնդրում եմ, եթե ունեք նման խնդիրներ, ապա անպայման դիմեք բժշկի։ Բժիշկը ձեզ ճիշտ կբացատրի, ճիշտ կհետազոտի եւ ճիշտ ախտորոշված, արդեն հիմնավորված բուժումը կնշանակի։ Շնորհակալություն։ Այսքանը այսօր, եղեք առողջ, մի հիվանդացեք, բոլոր դեպքերում ուշադրություն դարձեք ձեր առողջության վրա։ Շնորհակալություն, ստեսություն։